Տիկին Զորաբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս տարբերակով ձեր մեկնաբանությունը տալ։ Կարծում եմ հետևում էիք, նոր մեր գործընկերները հովանավանքում էին, խայտառակ իրավիճակ էր այնտեղ, արդեն իսկ կարգալույծ եղած Ավազանի անունով ասենք, Ստյոպա Ասատրյան է, թե ինչ է։ Այո, տեսնում ենք ինչ էր կատարվում հովանավանքում, խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, ես կոչ եմ անում հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներին որևէ դեպքում չմասնակցել Ավազանի անունով կոչ եմ, որովհետև նա այլևս փիլոնազերծ է արված, կարգալույծ է արված Ստյոպիկ Ասատրյանի նախկինում քահանա Տեր Արամի որևէ արարողությանը, որովհետև եկեղեցական օրենքներով նա այլևս հերձվածող է, հերձվածող նշանակում է եկեղեցական միությունից դուրս մնացած, եկեղեցու կողմից մերժված եւ հերձվածողի որևէ արարողությանը կլինի հարսանիքի, կլինի կնունքի, կլինի թաղումի, որևէ այլ արարողությանը մասնակցել նշանակում է, որ դուք ձեր ընտանիքը, ձեր սերունդներին դնում եք նզովքի եւ անեծքի տակ, չանեք այդպիսի բան։ Այս իշխանությունը փորձում է հիմա մի ամբողջ ժողովուրդ դնել անեծքի եւ նզովքի տակ, հանելով մի ամբողջ ժողովրդի մի հատված Աստծո դեմ։ Ստյոպիկ Ասատրյանը նույն ինքը նախկինում Տեր Արամ քահանան այլևս հերձվածող է, նա այլևս կարգալույծ արված է, մասնակցել այդպիսի մարդու արարողությանը, թույլ տալ, որ մի մարդ, ով որևէ հոգևորական կարգավիճակ այլևս չունի, ով վտարված է եկեղեցական համայնքից, կատարի պսակադրության արարողություն, կատարի թաղման արարողություն կամ որևէ մեկ արարողություն, նշանակում է արարողության մասնակիցներին, նրանց ընտանիքներին եւ նրանց սերունդներին վտանգել։ Վախեցեք Աստծո ուժից, մի արեք Աստծո դեմ բաներ, ինչքան էլ փորձի այս իշխանությունը հասարակության մի ինչ որ սեգմենտի, ով չի հասկանում ինչ է նշանակում դուրս գալ Աստծո դեմ, հրահրել եւ տանել այլևս հավատքի եկեղեցու եւ Աստծո հետ բախման։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։